Պարոն Դանելյան, մեր հարցազրույցը սկսենք նրանից, թե ինչու էին հատկապես այս տարվա ընտրությունները այդքան կարևոր, ինչու էր նաև այս տարվա ընտրությունները միջազգային տարբեր երկրների սուբյեկտների ուշադրության կենտրոնում, ինչու Ռուսաստանից օլիգարխ ուղարկվեց Հայաստանի Հանրապետություն եւ ինչի օլիգարխիան իր ողջ ներուժով այս ընտրությունների արդյունքում, այսպես ասեմ, գործի դրվեց այդ փողերը, ինչի էր այսքան կարևոր այս ընտրությունները եւ ինչ տեղի ունեցավ։ Ինչ էին փորձում անել նաեւ այդ փողերով։ Ես զարմացած եմ ձեր լավատեսության վրա, որ կարծում եք ես այդ հարցերին կարող եմ 100% ձեր հետաքրքրասիրությունը բավարարել։ Բայց ձեր տեսակետը հետաքրքիր է։ Ոնց հասկացա, սա ոչ միայն իշխանության ընտրություն էր, այլ նաեւ քաղաքակրթական ընտրություն էր։ Որտեղ ենք մնալու մենք, դեպի ուր ենք գնալու, դեպի Եվրոպա, թե մնալու ենք ԵԱՏՄ-ում։ Պարզա ԵԱՏՄ-ն, ասենք կարելի է ասել, շատ մեծ տոկոս է կազմում մեր տնտեսության, այդ ես էլ եմ զգում, մտնում ես խանութ, տեսնում ես, սա այդտեղ պետք չի լինել տնտեսագետ, հա։ Բայց ժողովրդի ցանկությունը իհարկե Ռուսաստանից կտրվելն է, ժողովրդի զգալի մասի, մտածող մասայի, անգամ նրանք ովքեր որ Ռուսաստանի հետ ինչ որ կապեր ունեն, էմոցիոնալ կապեր ունեն կամ ֆիզիկական կամ անգամ նրանք են ասում, որ հա իրանք ասում են Ռուսաստանը մի բան չի, վախում են ուղղակի, այսինքն էլ ոչ մի այսպես էմոցիոնալ կապ չկա ժողովրդի մոտ Ռուսաստանի հետ, այն ամենից հետո ինչ որ մենք տեսանք Ռուսաստանից։ Դրա համար այս ընտրությունը դրա մասին էր։ Եվ Ռուսաստանից դեսանտ էին իջել Կարապետյանը իր ամբողջ թմով սկսեցին այն այլանդակությունները ինչ որ կար եւ այն այդ 20%-ը, որը որ մոտեմ, եթե չեմ սխալվում։ 23։ Հա։ Դա այդ հենց այդ դրանով կորզած այդ տոկոսներն է։ Եվ չեք տեսնում, որ եթե իրականում իսկապես 20% էմոցիոնալ կապ լիներ Ռուսաստանի հետ, գոնե փողոց դուրս կգային։ Դուք չեք տեսնում, որ ամենահանգիստ ընտրությունները 18-ից հետո։ Մեկ 18-ին էր տենց ընտրություն։ Մարդիկ լացին ընտրեցին եկան։ Մեկ հիմա մենք սպասում էին, որ ամառը թեժ ելնելու, աշխուժը թեժ ելնելու, միշտ տենց ասում չէ, մենք գաղթի պլան ունենք, մենք զարհում ունենք, ոչ մի բան էլ չունենք։ Ոչ մի բան չունենք։ Կարողացաք հենց անել, որ սահմանադրական մեծամասնություն չունենա, բայց հիմա Բայց որ ասում էր մենք 500,000 գլուխ ենք, գորգրացողներ ունենք, որոնք շատ բարձր գորգրում են, պետք է եղած ժամանակ փողոց կհանենք։ Ինչու՞, ճիշտ նկատեցիք, ինչու է ուշանում այդ զանգվածը, որը պիտի որ դժգոհ լիներ։ Չկա այդ զանգվածը։ Դուք պատկերացնում եք, որ այն ով գնաց է ընտրել է, ինքը էմոցիոնալ կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Մեծ հաշվով նա թքած ունի։ Բա մոտիվացիան ո՞րն է։ Փողը վերցրել է, պրծել էլի։ Տենց զանգված միշտ էլ կա։ Դուք կարծում եք Անգլիայում չկա կամ որևէ այլ երկրում։ Ամենտեղ էլ կա այդպիսի զանգված, որ փողը կտաս ինչ ուզես կանեն։ Կամ ինչ որ այլ կապեր ունեն, ասենք, այդ սեգմենտի հետ։ Տնտեսական, անձնական, ես ինչ իմանամ, ռեսուրսա բանա, հա, բայց այնց որ երազում էին, որ Կարապետյանը պետք է անցնի բաման, ասենք դες չի եղել։ Երազողներ Նիկոլին կա։ Դա էլի ցավալիա, ցավալի չի, լավա վատա, բայց կան այդ երազողները։ Այնտեղ չկա, թե չէ դուրս կգային, լավ գոնե մի 1000 հոգի չեն կարելի դուրս գային գորգորային, ասենք, բանես ինչ բան է եւ այլ։ Բան են չէ, ոչ մեկ գող չի ընտրություններից։ Ոչ մեկ։ Ոչ ոք։ Դե ուրա։ Ես անգամ լսել եմ, որ իր կուսակցությունից մարդիկ են, հա, դուրս գալի։ 105 հոգի մի անգամից 3 Դա նորմալ է։ Իսկ դա նորմալ է, բան։ Դա նորմալ է, ես դες եմ հարցնում։ Ասենք անգամ կոմունիստական կուսակցությունը, երբ որ քանդվեց սովետը, ես հիշում եմ, հերս մտածում էր, ասում ինչ տոմս ստանեմ, հանձնեմ, չհանձնեմ։ Ասենք պապան որ ասենք 60 տարի կոմունիստ է եղել, չկա էլի վերջ բրծելա քանդվելա երկիրը, այդ հեշ մարդ ասում էր, բայց ո՞նց ստանեմ տոմսը հիմա։ Այսինքն կուսակցությունից դուրս գալը դա գաղափարական որոշում պիտի լինի։ Իսկ կար այնտեղ գաղափար, որի շուրջ Դե հենց դա չկա էլի ձեր հարցերը ռետորիկ հարցեր են։ Ես ավելի սուր հարցեր եմ սպասում ձեզանից։ Սուր հարցեր եք սպասում։
Կարապետյանի մոտիվացիան ո՞րն էր։ Կարապետյանի մոտիվացիան Պուտինի հրամանն էր։ Ընդամենը։ Այո։ Ցանկություն չկար, այդ խոստումները։ Ես կարող եմ պատահել, ես ցինիկ եմ, բայց չեմ ատում մարդը, որը Forbes-ի բանի ժուրնալներից չի իջնում, միլիարդատերը ինքը մեկ էլ պատից ընկնում է ու ասում է ես պիտի երգիր փրկեմ, չի լինում դες բան։ Իրա այն մարդը, որը որ միլիարդից ավել ունի արդեն, ինքը չունի տենց նկատառումներ, տենց էմոցիաներ, բան, իր ամբողջ էմոցիան, իր ամբողջ մտածելը, բանը փողից փող սարքելը, դա ոչ լավ, ոչ վատ է, դա տենց է։ Հիմա չկա այդ բանը, ասենք, ինքը դժվար թե, ասենք, տենց պատրիոտիզմից ելնելով որոշեց տենց բան, չէ, ես հավատում եմ, որ դա ինձ կարծում եմ, իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Դա ուղղակի հրահանգ էր, հրաման էր, ցավոք այնպես ինչպես Ռուբեն Վարդանյանը, երևի, էլի այտենց եմ կարծում, որովհետև Ռուբեն Վարդանյանը գոնե ինչ-որ ինտելեկտուալ մարդ էր և ինչ-որ արժեք ուներ։ Կարապետյանը չունի։ Կարապետյան ունի փողային արժեք միայն, էլի ունի, իհարկե, յուրաքանչյուր հարուստ մարդ արժեք ունի, Ծառուկյանն էլ ունի, բոլորն են ունեն, նրանք հայ մարդիկ են, որոնց ձեռը կա կապիտալ, ու նրանց պետք է փայփայել օրենքով, փայփայել, ուղղորդել, ստիպել, պայմաններ ստեղծել, որ չգողանան, աշխատեն, օգուտ տան հայրենիքին, էտա։ Բայց Վարդանյանը մի քիչ ավելի տենց բան է, բայց դե էլի տենց տեսակ ոնց փչացավ, շատ ես շատ տխուր եմ այդ թեմայով իդեպ։ Ինչի եք տխրությունը ինչով է պայմանավորված։ Տխրությունը պայմանավորված է դրանով, որ Կարապետյան իսկապես, տեսեք, ասենք, կրկես էր սարքում 15 տարի կարա մի քիչ ավելի արագ սարքեր իհարկե։ Բիզնեսներ ունի, բաներ ունի, ասենք, կարար եթե Ռուսաստանի մարդ չլներ, կոպիտ ասած, հա, ինքը հագին օգուտ կարար տար Հայաստանին, ոնց որ քրքրքոյրաններ տալի, ոնց որ, չգիտեմ, մեր ասենք այլ մարդիկ, ովքեր որ արվեստի մեջ են կամ բիզնեսի մեջ են, ասենք նա ոնց ասեմ, էդ էլ է ռեսուրս է ախր, մենք հիմա ուրախանում ենք, որ շատեր ուրախանում են, որ ասենք Ծառուկյանը այդ օրը ընկավ, չէ՞, ես չեմ ուրախանում, դա ռեսուրս է։ Դա ռեսուրս է, որը կարելի է օգտագործել, բայց ցավոք ստացվում է ասենց։ Բայց դա քաղաքական է ամեն դեպքում, որովհետև հիմա ասում են քաղաքական հետապնդում է սա, որովհետև Ծառուկյանը եթե չմտներ քաղաքականությունն է չէ, թե իրավական process-ներ են այս մարդիկ։ Յուրաքանչյուր հարուստ մարդու վրա կարելի է գտնել իրավական process։ Ասում был бы человек, статья найдется։ Ռուսը լավ խոսք ունի։ Հիմա ի վրա է կարելի է գտնել։ Կասեն, դու ես ինչ թվի երկու հատ լևիտոմ դես սախը։ Հաստատ ծախած կլեն, էլի, բարդ ես։ Հա, դա հնարավոր չի, միլիարդներ ունենալ և չլներ խոցելի, բա ինչի չենք ուզում, որ Կարապետյանի նման լինի, ասենք, ղեկավար, խոցելի է այդ մարդը, յուրաքանչյուր րոպեն կարաս վրից սարքես, յուրաքանչյուր րոպեն, բան վաշտանիգը։ Իսկ միայն խոցելի է, թե նաև կախումներ ունի։ Կախված է։ Խոցելությունը կախվածության մեջ է, փողից է կախված, անձնական է կախված, վաշտանիգ է, հերու չես տանք, լեննագանի վաշտանիգ է։ Ինքը ինչպես է խոցելի։ Խոցելի է, բայց ծերից էլ խոցելի է, չտեսակ մի անգամից են բերանը բացել, օ բռի, մի անգամից փակեցին։ Բան է ելներ, ասենք ելներ Լևոն Բարսեղյանը կբռնեին, չէին բռնի։ Ինչ պետք է կապրոնիկ գույք ուներ, չուներ, ինչ արի, կարող եմ երկու հատ թերթ լևի ծախել այդ, ինձ նման լևի Տոմսին ման, բայց դե ասենք ինքը խոցելի չի։ Քանի որ Ծառուկյանից խոսեցինք, իհարկե չի ուզենա սրան անդրադառնալ, բայց այդ կենթանիների խրտվիլակները, որ գիտեք, ես ելնեի ընդհանրապես որսը, ես կարգել էի որսը։ Դա ատավիզմ է, այսինքն դա մի բան է, որ պիտի 21-րդ դարի մարդը դրա պահանջը չունենա։ Կան այդպիսի պահանջներ, ես էլ եմ, ես շատ զենք եմ սիրում։ Ես կպահեի զենք, ասենք, ես սիրում եմ, շշերին եմ խփում բան, եթե պահեի, հա, բայց ես հատուկ ինձ պահում եմ, որովհետև ես գիտեմ, դա իմ նախնադարյան եկած գենիս մեջ նստած որսորդն է, բայց ես 21 տարի արդեն 21-րդ դարում եմ, միսը առնում են բանից, խանութից, ասենք, հատուկ միս են աճացնում, էլի շատ վատ է, հումանիզմից հեռու է, բայց ասենք, այդքան կենթանի խփելը այդքան բան դա դիագնոզ է։ Ինչ դիագնոզ է։ Դա դիագնոզ է, ընդհանրապես ասենք որսորդները դիագնոզ ունեն, դա ուղղակի ընդունված երևույթ է։ Այնպես ոնց որ ծխողները դիագնոզ ունեն, կախվածություն է, չէ՞։
բայց չի համարվում աննորմալ։ Այնպես էլ ասենք որսորդները դա դիագնոզ ասենք ոնց կարա մարդը լավ զգա որ ասենք թռչունը խփես եղո իվատ չես ինչի համար ասենք Հետո այդ խրտվիլակը մի հատ է քո այդ պատին խրտվիլակը պատին ամրացնես որ ամեն անգամ նայես ասես ամեն անգամ նայած ես խփել եմ հա հասկանում ես դա վատ է հետո ասում են այդ կենթանիներին այդ պահելը հիմա ասենք ավելի վատ կենթանիները ավելի մեղք են քան մենք բոլորս ասենք հերիք չի ընդեն պահի հիմա տանեն գազանանոց որ դա ավելի վատ պայմաններ են քան Ծառուկյանի մոտ հաստատ հա դեպետ ասում են որ ռեմոնտ են արել բան բայց դե բարձա չէ որ Ծառուկյանը լավ էր պահում իրանց Բայց հետաքրքիր է որ կենթանասերների մի այսպես ճակերտավոր կենթանասերների մի զանգված վերջին օրերին աղմուկ է բարձրացրել բայց մոռանում է խոսել այդ նույն խնդրի մասին որ ինչպես կարող է կենթանասեր մարդու տնից հանես մի 190 տեսակի կենթանիների թռչունների խրտվիլակ այ դա նորմալ է դա կենթանասեր մարդը հիմա ասում է ինչի է այրոցին դե բան խոսում են էլի այրուցեր մեծ պարավ այրուցեր սատկեցը ինձ էլ եթե ասենք այդքան նարկոստաս կարող է դույս չկամ մեծ մարդ եմ նույնն էլ է դա այդ չէ կարևոր էնա որ ես մի այսպես գաղափար ունեմ այդ տեսակ հարուստ մարդու կերպարը պիտի ոչնչանա ինչու է դա կարևոր որ տես կերպար հարուստը պիտի լինի +8 ակնոցով կոմպյուտերի դեմ նստած Trading անող ընկալում պիտի փոխվի չգիտեմ ինտերնետում աշխատող բիզնես դնող այդ պետք է լինի հարուստ մարդը որը որի երեխեքը առնվազն Հարվարդում չեն սովորում առնվազն հարուստ մարդը որը ցույց է տալի իր հարստությունը դա էլ ամոթ բան պետք է չլինի ես մի շատ հարուստ մարդ եմ ճանաչել 90-ականներին նա եկավ մեր թատրոն հետո ոտով գնաց նոր իր մեքենան նստեց գնաց մենք հետևից տեսանք որ ինքը ամաչեց որ մենք մեքենա չունենք դե 90-ականներին ով ուներ ով էլ ուներ բենզին չուներ ինքը ոնց ասեմ այդ բարգեշտությունը պիտի լինի ոչ մի դրսին հարուստ չի որ ինքը հարուստ ինքը նույն շորցիկով գնում ախանութից առևտուր անում իր երեխեն հղպացած չի եւ այտենց հարուստներ եմ ուզում ես տեսնեմ երբ որ լսում եք Սամվել Կարապետյանի միտքը նախադասությունները չգիտեմ հայերենը այդ կոգնիտիվ դիսոնանսը չի առաջանում թե նման կրթական ցենզ ունեցող նման մտածելակերպ կամ չգիտեմ արժե համակարգ ունեցող մարդը ինչպես կարող է այդքան մեծ գումարներ ունենալ ու նույնը իրենց երեխաների դուք էլ եք սովետի մարդ եք դուք այդ որ ասեն լավ սովորի որ փող ունենաս բան տենց չի իրականում փող ունենալու համար պետք է ուրիշ որակներ մանավանդ 90-ականներում հարստանալու համար պետք չէ քիչ կարդալ առանձնապես հա դրա համար որ ասում ես խոցելի են թե չէ իհարկե խոցելի են իրանց երեխաները արդեն եթե այդքան ուղեղ ունենան որ երեխեքին կրթություն տան ասեն բալիկ ջան այս ես 5000 օրական ոչ ավել կարա միլիարդ տամ գնաց լցնես վենեքդ բայց չեմ տալի հա ու չիմանաս թե պետք է պատակ արած օրը մեջ քաղմաս ընկնես չեմ հանելու գնա նստի այ եթե տենց լինի այն ժամանակ ես կասեմ հա լավ է որ հարուստներ կան բան կան բայց մեր հարուստների զգալի մասը այդպես է կան նորմալ մարդիկ մեջները այն որ ասես քաղաքական հետապնդում աբաման այդ հարցներ տվեցիք հա իհարկե քաղաքական հետապնդումը այսինքն հստակ է որ հստակ հա հենց որ կամ մենք շատ գիտենք ասենք Իրանից բետար կերպարներ կամ նույն կարող է բետար չէ բայց կա էլի որոնք որ բայց այս մարդիկ այդ հսկայական կապիտալը ունեն պարոն Դանիելյան մենք այդ մասին խոսեցինք որ իրանց ուղղորդում են իրենց ինչին է պետք քաղաքականությունը Ծառուկյանին որ ասես իրանց ուղղորդում են այ դա պատասխանեցիք ձեր հարցին իրանց ուղղորդում են կամ պետք է լինես արտակարգ ինչ որ չմտածող մարդ չքֆուր չի ուսում դա
որ ուզենաս երգի փրկես հանգարց բան տենց, հա, կամ պիտի ուղղորդվես։ Դե ասեն, այս փողոց որ աշխատել ես, տղա ջան, ես եմ օգնել քեզ, դե դավայ։ Էս։ Առաջ կազինո էին կրվում, ասում են, էլի մի հատ էլ բեր։ Հիմա չգիտեմ կազինո խաղում են թե չէ, բայց դե ասում են, որ այս բաները պիտի անես։ Վերադառնալով Ռուսաստանի Դաշնությանը, պարոն Դանիելյան, հետաքրքիր է, ինչի Ռուսաստանի Դաշնությանը պետք չէ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար։ Հարցը ղեկավարի մեջ է, թե ղեկավարի վարած քաղաքականության մեջ է, անձի մեջ է, որովհետև հաճախ մենք ռուսական եթերում լսում ենք այդ մաղձը, այդ թույնը անձնապես հենց Նիկոլ Փաշինյանին ուղված։ Վերջերս նաև ԿՊ ընտրողների ուղղությամբ Մարգարիտա Սիմոնյանը իդեպ առաջարկում էր, որ դրանց պիտի իդենտիֆիկացնենք եւ նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելենք։ Չոքերից խփեմ ասեմ։ Без благодарния твари, sense ինչ-որ մի բաներ, բայց հետաքրքիր է, ինչու էս անձի հետ է կապված իրենց այդ հակակրանքը, անձի հետ է կապված թե քաղաքականության։ Ես չեմ կարող ասեմ այդ հարցին, որովհետև երբեմն ինձ թվում է, որ լավ էլ հարմար է Փաշինյանը իրանց համար, շատ էլ հարմար է, եւ դա ուղղակի ինչ-որ խաղ է, ասենք ինչ-որ իրանց դիշովկեքին, ասենք ինչ-որ կնանիքին մենոպաուզայի մեջ, ասենք տենց ինչ-որ տենց բրթում են, որ իրանք խոսան, ասենք այն բանից սկսած, ասենք ոսեմ Զախարովայից վերջացել ձեր այդ կերպարով, հա, մեկ, ասենք լավ էլ տնտեսությունը զարգանում, գնում է, գալիս է Փաշինյանը, բան, լավ էլ տենց ասեմ, ես դա չեմ հասկանում, բայց եթե հարմար է, ինչու Կարապետյանին ուղարկեց, այստեղ էլ այդ հարցն է։ Ես ինչ իմանամ, այդ արդեն իրանց հարցրեք, չգիտեմ ինչ խաղեր է գնում, դա իմ ուղեղը չի հասնում դրան, ես այդ կեղտից չեմ կարում, այդ չեմ կարող հասկանամ ի վերջո ուզածները ինչ է, որովհետև կարծես թե Փաշինյանը ամեն ինչ անում էր իրանց համար, ամեն ինչ։ Եվ այն կերպ, ուղղակի որ դրսից երեք է երևի Պուտինը սովոր չի, որ դրսից կարա մարդ կա։ Եվ արդյոք դրսից երեք է թե ոչ դա էլ է մեծ հարց։ Մենք հիշում ենք ոնց է եկել, շատ լավ հիշում եմ Փաշինյանը ոնց է եկել։ Լեննականից սիրուն քայլերով եկավ ասավ, տենց 10 հոգի մարդ էր ավակվում Ֆրանսիայի հրապարակում, ով էր իր հավերին քշը ասե, ոչ մեկ։ Սերժը ուզենա 10 րոպեում կցրեր։ Տենց ցույցեր են ցրել։ Բայց ինչի՞ չցրեցին։ Դե այդ հարցը երևի թե դուք պատասխանեք որպես հետաքննող լրագրող։ Ես անպայման կկարդամ ձեր օդվածը։ Վախը լավ, էլ ինչ առաջարկելու բան ունի Ռուսաստանի Դաշնությունը, այս որ այսպես անընդհատ սպառնում ասում է, այ տես Ուկրաինայի հետ ինչ եղավ, մի հատ Ուկրաինայի օրինակը նայի նոր մտածի, ուզում ես գնաս Եվրամիություն թե չէ, իդեպ այդ մասին ուղիղ տեքստով խոսեց անգամ Վլադիմիր Պուտինը։ Առաջարկելու բան չունեն, առաջարկը միայն սպառնալիքն է։ Ռուսաստանը կայսրություն է։ Բարի կայսրություններ չեն լինում։ Եվ Ռուսաստանը երբեք չի ունեցել փափուկ ուժ։ Միգուցե սովետի ժամանակ ըստ գաղափարախոսության ինչ որ փափուկ ուժ ունեցել է, դպրոցները սարքում, բանդերանում, հա ինչ ուտեն։ Հիմա իրանք չունեն փափուկ, իրանք միայն կացնով են աշխատում։ Եվ իսկապես ոչինչ չունի առաջարկելու։ Դե ունի ինչի՞ չի, ասում բան կսարքեմ, ատոմակայան կսարքեմ։ Ես օրինակ Կվստահեիք Ռուսաստանին։ Նկատի ունեմ օրինակ տնտեսության օրինակով մենք տեսանք ինչպես տնտեսությունը իրենց ձեռքում պարզապես դարձավ քաղաքական լծակ։ Ռուսաստանը 1000 տարի ատոմակայան է։ Ռուսաստանը որ ատոմակայան է սարքում ամերիկան ուր էր։ Միգուցե ավելի լավը սարքի, քան թե ամերիկանը։ Բայց դե քանի որ մենք գիտենք, որ Ռուսաստանը շանտաժով խոսող երկիր է, ինքը ամեն վարքյան մի հատ բոլտ կարող անդեից հանի դնի ջեբ, ասի այ չի աշխատի ատոմակայանը։ Դրա համար, ասենք, լավ է իր այդ գործ չունենաս։ Հնարավորին չափ հեռու մնաս։ Բայց կատաղացնել էլ պետք չի։ Ես համարում եմ, որ այս ինչ որ հիմա արվում է, вообще ես արտաքին քաղաքականության հետ օքեյ եմ։ Ճիշտ քաղաքականություն Վարդան Փաշինյանը։ Տենց հա, ոչինչ։ Բալանսավորում, եւ սրանց հետ ենք լավ եւ նրանց։ Դա ինձ դուր է գալի։ Ներքինը խայտարակություն է իհարկե։ Ինչ կփոխեիք ներքինում։ Սա կփոխեի, դատական իշխանություն կփոխեի, բանը ռուսական ալիքները կփակեի, դա ինչ խուլիգանություն է, սա որ ասենք բերանները բաց 6-8-ի վրա, ասենք ես չգիտեմ, ասենք դա ինչ խոսելուց է ձեր մեր հետ, ընտրողների հետ, հա, ինչ կանեի, շատ բաներ կանեի,
նու կանեի որն է, տենց մեծ խոսում եմ ես, բացի թատրոնից բան չի կարող անեի, հա, բայց կուզեի փոխվեր, համեր այդ փողոցները սարքելու այդ տենդեր ասածը, դուք տեսաք եկաք, ջարդեցիք մեքենան։ Հետազոտում կջարդեք, ոչինչ։ Ուրիշ ճանապարհները ոչինչ, ստեից ասենք գնացի բան, քարաշամբ իդեալական լավ ճանապարհ, երբեք այդ սովետից դեսկոմը չեն սարքե։ Հիմա սաղ զորավանի է, սաղ չքանդած, ոնց որ պատերազմից հետո լինի։ Հիմա վաղը մյուս օր էլի թատրոնը մելի խաղալու եմ, ասենք, հանդիսատես եկավ մեքենաները ջարդելով։ Դու իմ բիզնեսի խանգարում է։ Մենակ իմ չէ։ Մարդիկ մեղք են։ Հա ու երբ որ ասում ես յուղապետին, երբ որ ասում ես բանին Եղվարդում Պաշտոնյանն ասում է դե տենդերը պետք է շահեն, հետո պետք է հաստատեն, հետո կգա նոյեմբերը, անձրևները կգան, կսեն ասֆալտը փռելը, պարզ չի։ Այդպես բաները կփոխեի այդ բյուրոկրատիան, հա։ Իսկ ընդդիմադիր դաշտը ինչու չի կայանում, ըստ պարոն Դանիելյան։ Մոսկվան չի թողնի դիմադիր դաշտ կայանա, այդ մեկ, երկրորդը Փաշինյանի պետք չի դիմադիր դաշտ կայանա։ Հեշտ է այսպես։ Իհարկե։ Կարապետյան ես է կարամ բռնեմ։ Ասեք Քոչարյանին ես է կարամ բռնեմ։ Հասարակ ուչաստկով ին կարա բռնի բոլորին մեկ։ Հասկանում եք։ Այտենց ավելի հեշտ է։ Դա երանություն է տենց դիմություն մենալ։ Այ որ դիմությունն է նորմալ, ասեն բարձա դժվար կլներ աշխատել։ Այսինքն դժվար որն է։ Ես համարում եմ մենք իշխանություն չունենք, որովհետև իշխանությունը երկու թև է։ Ընդդիմություն ու իշխանություն, ու դիմություն։ Այդպես ասեմ, հա։ Մենք ունենք մենակ մեծամասնություն, ասենք։ Բա ուր է այն մարդիկ ով պիտի առաջարկեն, պիտի բան, ասենք ինչ է, նայում ես, ասենք մենակ Նիկոլին փոխեն գանք մենք նստենք որ լավ լինի, լուրջ եք ասում։ Դա է քաղաքական բան, հա, տեսնակում։ Մենք հեսա գախնի բան ենք անում, սա կասենք, հեսա տեսեք փողոց ենք հերնում, ինչ են դիմություն։ ՔՊ-ի թևերը կտրելու ենք, այս մանդատը զենք է։ Լավ, օրակարգ առաջարկ։ Ես չգիտեմ ՔՊ-ի ինչն են կտրելու, հարց չկա, բայց դե ես կարծում եմ որ ՔՊ-ինը հաստ է թևերը նկատի ունեմ տվյալ դեպքում, հա։ Շատ վատ է որ դա տենց, հա, որովհետև երկիրը տենց արագ չի զարգանում, որովհետև պիտի լինի այդ ընդդիմություն ասած, ընդդիմությունը ես եմ, բայց ես փառք Աստծո, ասենք քաղաքական գործիչ չեմ, շատ էմոցիոնալ եմ, բայց եւ ԿՊ-ն թող առանձնապես շուրջուրախանա, այն ամբողջ զանգվածը, որ իրան ընտրեց, դա չի նշանակում աշկերտները ուռելա, չէ։ Ոքինտոս չի ուզում։ Դա լա պարզա, չէ, ու մենակ Քոչարյանին, Ղարապետյանին, Սերժին, բա դե հոգնել են ինչքան կարա դինոզավրներին, հա, խրտվիլակի նման հանել, վախացնել բոբոաներ, ոնց որ բան, փոքր ժամանակ բժիշկով էին վախացնում, հիմա բանը բողորմացիկ պապային սկորը երեկ է երեխես ասում են, ասում է ձեդան իրան վատա պա է, որ բժիշկը պետք է սրսկի, բժիշկը ջղանացավ, ասեք վախացում են հոսպիտալ խալաթով, հիմա էլ է սա։ Ասեցիք հեշտ է բռնել Կարապետյանին, Քոչարյանին, իսկ պետք է բռնել զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, թե ամեն դեպքում այս մարդկանց տեղը դա է։ Օրինակ Քոչարյանին մարդասպան ասում են, հանցագործ ասում են, ընտրակեղծարար ասում են, հնարավոր ու անհնար բոլոր մեղադրանքները, այսպես գոնե բանավոր մակարդակում։ Մարտի 1 հոկտեմբերի 27 ընտրակեղծարարություն, գույք պարտքի դիմաց։ Քոչարյան չեն կարա բռնել, որովհետև Քոչարյանին բռնես պիտի տանի մինչև Պուտին, մինչև Լուշկով, մինչև բան, մինչև չի լինի բռնել։ Այսինքն Պուտինը այնտեղ անիմաց խոսակցություն է այդ Քոչարյանին բռնելը։ Քոչարյանը մենակ չէր կարա այդ սաղաներ։ Քոչարյան դաբրոն ստացել է Մոսկվայից։ Համիտ մարդու դուք ինչ եք ուզում։ Քոչարյանի զորով Փաշինյանը սարքեց քաղաքական գործիչ, զորով։ Այդ մարդը չկար արդեն, ու մոռացել ենք։ Մասպայ իր համար աշխատում էր այդ մարդը։ Ինչի համար սարքեց քաղաքական գործիչ։ ուզում էր գնալ ընտրություններից հետո, ինչի համար չթողեցին։ Անմիջապես ընտրություններից հետո Ռուսաստան էր գնում։ Դե չթողեցին, որ տանձի բարձիկ սարքեն հիմա էլ բռնեն, թողեն, ու Ծառուկյանի նման, ասենք ինչի համար, ասենք իրան բռնեցին, տենց ԱԱՑ-ը եկավ, բռնեց, դրեց սկեդին, յանի ինչ, մարդուն ասեն արիկը գար էլի։ Յանի այդ ինչ էր այդ շոուն։ Ես դրան դեմ եմ, ես դες բաների դեմ եմ։ Ասենք հա, հանցագործա, դատախազը կասի որ հանցագործա։ Ուզում ես բռնես, այդ ընդհանրապես այդ որ բռնում են, sense թևերը sense ինչի համար, դա այդ ինչ ցեվ է մարդուն բերման ենթարկելու։ Օրինակ վաղը դու ես կարող եմ վատ բայեմ, ինչ ես դի բերման ենթարկել, sense կզսնեմ, ինչի համար, կասեն դա պարոն դալան նստի մեքենան նստեմ կեթամ։ Եթե չնստեմ այդ ժամանակ հասկացանք։
բայց դու հավատում եք, որ Ծառուկյանը չէր նստի մեքենան, ես չեմ հավատում։ Բայց չէ, պետք է գցեին, պետք է ցույցային, տեսեք, մենք sense ավելի։ Բա ի՞նչն է փոխվել, որ հիմա հանգիստ ձերբակալում են։ Մի շաբաթ 10 օր առաջ Մեդվեդևը այնտեղից հայտարարում էր, որ մեր մարդկանց նեղում են Հայաստանում, այն մարդկանց, ովքեր մեր հետ հարաբերությունները ուզում են զարգացնել։ Մենք նման հայտարարություններ լսել ենք ընդհանուր Վլադիմիր Պուտինից, երբ ասում է իմ ուժերը մեր ուժերին թողեք մասնակցեն։ Ամենատարբեր, ամենաբարձր մակարդակում իրենք խոսում են այս մարդկանց մասին։ Դա իրենց օգտին է, թե հակառակը։ Ինձ թվում է, քանի որ մի քիչ Մոսկվայից մի փոքր դիստանցավորվել ենք, արդեն ավելի հեշտ են բռնում։ Ուզում եմ հավատամ դրան։ Այսինքն այս անգամ սա շոու չի, որ բռնենք շոու է, հաստատ, տենց կարելի է տես չբռնել։ Մարդավարի մարդուն դնենք մեքենան տանեք, այ հիվանդ հոչեք չեք բռնում ծեծում։ Դա էլ ասենք ինչով եք տարբերվում Իրանից։ Ասենք այտենց մարդուց ինչով եք որ քցեմարիուսների մոտ տենց է, չի ասենք, այդ հարուստի կերպարը տենց է, ինչով եք տարբերվում դուք։ Որ բռնեցիք մարդուն, ասենք Հավայի տեղը, ասենք գցիկ գետին, հիվանդ եք էլի։ Այսինքն հացեն մեղավոր չեն տղեկա, տենց են ասի, արա տենց էլ մի բան է նկարել, իա լավ է, բլոգերո չի կարա։ Պարոն Դանիելյան, խոսենք նաև Ադրբեջանի հետ հարաբերություններից։ Գիտեք, ինչքան նաև այս առումով ընդդիմադիր սեգմենտ կա, որ մեզ խաղաղությունը պետք չի, տենց երկրի հետ խաղաղության չեն գնում։ Այս նախընտրական շրջանում էլ շատ ակտիվ օգտագործվեց այն թեզը, որ խաղաղություն հնարավոր չի, 300,000 ադրբեջանցիներ են գալու, այդ թեզը ադրբեջանցիները դրա մասին չեն մոռացել։ Հիմա խաղաղության խոսակցությունը արդյոք կարևոր է եւ այս վտանգավոր թեզերը ում են պետք, ինչի են պետք, որտեղ են գրվում, այդ 300,000 ադրբեջանցիները որտեղ են, իդեպ ԿՊ-ն Այ տեսեք, շատ լավ արծվեցիք։ Ախետ 300,000-ը մոգական թիվ է ինչ-որ, 300,000 աշխատատեղ, 300,000 բան ադրբեջանցի, 300,000 չգիտեմ ինչ։ Ոչ ոք չի խոսում այն վտանգի մասին, որ Հայաստանի բնակչությունը չի աճում, իսկ Ադրբեջանն աճում է։ Այն նույն է ոչ ու փուչ եղած ընդդիմությունը։ Դրա մասին չեն, դա է վտանգ, ոչ թե 300,000 ադրբեջանցի կգա։ Դու մի 10 միլիոն ելնեն, ջայնամ թե չգար։ Թողար։ Դա է խնդիրը, որ բնակչությունը չի աճում։ Ղարաբաղը ինչի մարան կավ։ Որտեվ 30 տարի երկու հոգի չավելացավ այնտեղ։ Միայն պակասեց։ 30 տարվա ընթացքում մի հոգի չի ավելացել Հայաստանում։ Դրա մասին չեն խոսում։ Խոսում են 300 ադրբեջան վիրտուալ ադրբեջանցիներ ոսկե ատամներով այրոպորտ գլխարկներով յաթաղանները ձեռին եւ սատկած աղավները ձեռին գալիս են ադրբեջանցիներ բողջեքով դրա մասին խոսում են հիմարություն է դա ինչու է հիմարություն հիմարություն է որովհետեւ դա հիմարություն է Ըսկի ախլ քելակ չես գնում ապրես աղջիկ ջան ինչ բան դից բակուն թողնենք այստեղ ապրեն Դա իմարություն է, իսկ այն խնդիրը, որ բնակչությունը չի աճում, դա խնդիր է։ Ու դրա մասին ոչ իշխանությունն է խոսում, ոչ այդ ոչ ու փուչ եղած ընդդիմությունը։ Մեխանիզմներ մշակեք, ինչ պետք է ծրվի մարդկանց մոտ, որ չարտագաղթեն, ինչ պետք է փոխվի, որ մարդիկ վերադառնան, ինչ պետք է դա է խնդիրի իշխանության, ոչ թե 300,000 ադրբեջանցի ագար։ Բայց լիքը մարդիկ հավատալով այդ թեզին նաև գնացին ընտրեցին Սամվել Կարապետյանին։ Մարդիկ կան ասում են, բանը ես չեմ բիզնես եմ ուզում սկսեմ, բայց այսօր եմ ընդուպ նման կարծիքներ լսել, բայց վախենում եմ, հələ նստած ասում եմ։ Ես Ամերիկայում եմ լսել նմանատիպ խոսույթ, որ տուն ենք ուզում առնենք, բայց ադրբեջանցիք գալիս են, ասում են սաղ Գեղարքունիքը արդեն Ադրբեջան, ինքնս բանն ասում։ Սաղ Սևանալի չի ասում, արդեն սաղ այնտեղ սաղ յուղեր ադրբեջանցիներ, ասում լուրջ ես ասում, հա բաբա իմացել եմ, բարձկար տղա էր, ասե որտեղից ես իմացել, դե լսել է, գեներացվում է այդ հիմարությունները, հա, լսել է, դե դա արվում է նրա համար իշխանության դեմ արում, դե պարզ է, հա, բայց ինձ դա չի հետարքրում, ինձ հետարքրում է այն, որ ես ասեցի, որ բնակչություն չենք գեներացնում։ Այսինքն դեմոգրաֆիկ խնդիր ունենք։ Դեմոգրաֆիկ շատ լուրջ խնդիր ունենք, եւ որ ասում են 300,000 ադրբեջանցին կգա եւ 50 տարի հետո Հայաստան չի լինի, ոչ։ Հայաստան չի լինի, որտեղ բնակչություն չի ավելանա։ Ոչ թե 300,000 ադրբեջանցի կգա։ Պատճառը հետևակային կապը խախտած է, այդ ասենք դա դեբիլություն է ինչ որ ասում են։
Մի բան արեք, մտածենք, որ ժողովուրդ ավելանաց, թե դեմոգրաֆիա դզվի, այդքան գաղթօջախ քանդվեց, Սիրիականը քանդվեց, Ղարաբաղինը քանդվեց, Ռուսաստանից քանդվում գալիս են, ինչի չի ավելանում այս անտերբնակությունը։ Կարող է պատճառ կա ինչ-որ։ Պարոն Ողորմի Դանիելյան, մտածի դրա մասին։ լավ հարց է։ Ռետորական հարցը թող հաշվի առնեն, բայց կարևոր բան ասացիք, որ Ամերիկայում ձեզ ասում են, որ գեղարքունիքը տված է, արդեն ադրբեջանցիները եկել են, նույնը իդեպ Թուրքիայի մասով այս իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր, այսպես ասած, պահանջները կատարումը, մի հատ ֆենոմենալ բան կա, այն որ Ռուսաստանի հայերը այսպես զանգվածաբար եկան, ընտրեցին Սամվել Կարապետյան եւ իրենք էլ հայտարարում էին, որ իրենք գալիս են փրկեն այս պետությունը։ Քիչ թե շատ ընկալելի է այդ մարդիկ ռուսական հերոստալիքներ են տեսնում, այդ ագիտացիայի տակ են առավոտից երեկո։ Բայց երբ որ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում ապրող մարդը ասում է, որ Հայաստանը պիտի, այսպես ասեմ, մնա Ռուսաստանի գրպանում, եթե այսպես շատ կարճ ձևակերպեմ, Հայաստանը Ռուսաստանից են կողմ ոտը քաշեց իրան կուտեն, ինչ որ մի երևակայական էլի թշնամի, բոբո։ Սա նորմալ է։ Այ խնդրեմ, իշխանությունը լոբինգի խնդիր ունի, պետության լոբինգի խնդիր ունի։ Այդ խնդիրը պիտի լիներ իշխանություն եւ ընդդիմություն միավորող խնդիր։ Կան խնդիրներ, որ ընդդիմությունը ու իշխանությունը միասին պիտի լինեն։ Տարբեր երկրներում տենց է։ Ինչ որ հարցերում դեմ են, ինչ որ հարցերում, որտեղ մի նավի մեջ են։ Պետքա, քանի որ դու չունես ընդդիմություն, ու ընդդիմությունը ռուսական է, ինքը դուրսն էլ է աշխատում։ Իսկ իշխանությունը չի հասցնում ընդե աշխատի։ Տուպը չի հասցնում։ Դրա համար ընդե հիմարություններ են դուրս տալիս։ Որտեվ դուրսը դաշնակցությունը շատ ուժեղ է։ Դաշնակցությունը գիտեք, շատ միատարր էլեմենտ չի, նորմալ դաշնակներ կան, բայց կան եւ աննորմալներ ուղղակի, հիվանդներ։ Ասենք որ կարա վարչապետը երկրի գա պամիդորով բանով խփեն։ Հասկանում ես, դա ասենք որ իդիոտ լինի որ տես բան անի։ Հա։ Բայց կան եւ պատրիոտներ իսկապես, որովհետեւ ի վերջո մեր պայծառագույնը թե այդպեսի բառ կա, կերպարները 20-րդ դարի դաշնակ են եղել բոլորը։ Հա, ու տենց ասենք փչացնել այդ կուսակցությունը տենց գցել, դա էլ չի կարելի, դա էլ սև ու սպիտակ չի, էլի մենք սովոր ենք սևի սպիտակի սա բաժան, տենց չի իրականում։ Նույնիսկ հարաբերական կուսակցություն ասենք, սա սև ու սպիտակ չի, քիչ նորմալ հարաբերական կուսակցության մարդիկ կային սկզբից։ Չէ՞։ Մի խոսքով։ Դա ման այդ լոբինգի խնդիր կա, որ դու չէ տես Ալիևը ինչքան բան է ասում, ինչքան է այդ IT-ին ուշադրություն դարձնում, ինչքան բլոգերներ ունի, ինչքան փող է թափում դրան, դուրսը աշխատում են, սովորում են, գնում են, կոնֆերանսներ են անում, բայց ցանկ ինչ է, ոչ մի բան չեն անում։ Դու կամ անում են, քիչ են անում։ Դրա համար այնտեղ նստում է իմ հաց ենք ուտում մի սեղանին, ասում է Հայաստան տուն է ուզում առնել չառնես, ասում են չի ասում է գեղարքունիքում սաղ թուրք են։ Ասի դու ինձ ես ասում, ես Հայաստանում եմ ապրում։ Իդեպ, պարոն Դանիելյան, ձեր համար ընկալելի է նաև չասեմ եկեղեցու դիրքորոշումը, եկեղեցու վերնախավի դիրքորոշումը այդ առումով, որովհետև տեսեք, իրենք էլ սովորաբար շատ հակաիշխանական դիրքավորում ունեն, ընդդիմադիր դիրքավորում ունեն, բայց իրենք դա արդարացնում են այնպես, որ էլի գալիս են փրկելու, որովհետև այս անիրավ իշխանությունը տանում է կործանման։ Ձեզ համար հասկանալի է կաթողիկոսի պահվածքը, որոշ բարձրաստիճան այլ հոգևորականների պահվածքը։ Այս դեպքում, եթե գործարանների դեպքում ասում ենք լավ, այս մարդիկ կախված են, խոցելի են, իրենց ստիպում են, իրենց Պուտինն է հորդորում, ստիպում, բղավում, ասում գնա։ Բա այս դեպքում ինչպես հասկանանք։ Ես ոչ եկեղեցու դիրքորոշում եմ հասկանում բարձրաստիճան պաշտոնները, ոչ էլ ԿՊ-ին։ Հա, որովհետև եկեղեցին կաթողիկոսը բոլոր մեր կաթողիկոսները բացի նրանից ում ԿԳԲ-ին պրովոդով խեղտեց ազգանունը չեմ հիշում 20-ականներին։ Նրանք բոլորը աֆիլիացված են հատուկ բաների հետ, կազմակերպությունների հետ Մոսկվայի բոլորը։ Հնարավոր չի Սովետում ունենաս ինչ-որ մի տես կառույց, որ ԿԳԲ-ի հետ կապ չունենա։ Եվ դա զարմանալի չի, որ կաթողիկոսը Պուտինից տանում է ինչ-որ նշաններ, բաներ, որ տենց դա տենց է պիտի լիներ։ Եվ իհարկե եկեղեցին ինչ-որ մի կառույց է, որը որ
շատ փչացած է այսօր դա տենց է բայց իշխանության դիրքորոշում եկեղեցու նկատմամբ ընդհանրապես չեմ հասկանում որովհետև իշխանությունը ոչ մի գործ չունի դրա հետ բացարձակ գործ չունի Իսկ մեխանիզմ չկա փոխելու կամ պապ թակավորի վախտերը չէ՞ ասենք իրար սպանեն բան իրան թույն ես նրան թույն դե չէ չես կարա կամ դի մեքենայի տակ գցես աստված ոչ անի հա կամ դի սուսպնա սպասես այդ պարտիրա խոդով գնա տենց է իսկ կաթողիկոսը որ բարբերաբար հրաժարական է պահանջում կաթողիկոսը պիտի մտնի այդ դաշտ թե չէ Պիտի մտնի իհարկե չպիտի թող հերթով պահանջի իմայի Եվ վերջում պարոն Դանիելյան Եվրամիության էս վերջին ակցիան ասեմ կամ մոտեցումը ասեմ ֆոն դեր Լայնը եկավ հայտարարություններ շատ արագ արձագանքեցին նախ ռուսական այդ սանկցիաներին մեր շուկան այսպես ասած կաթվածահար անելու այդ միտմանը ինչով էր պայմանավորված Եվրամիության այս շտապողականությունը արագությունը եւ նաեւ ինչով էր պայմանավորված Հայաստանի Հանրապետության կարևորությունը որովհետեւ գիտեք մենք բարբերաբար լսել ենք նրա մասին թե ինչքան ոչ կարևոր ենք մենք, ինչքան վատ աշխարհագրական դիրքում ենք մենք, տոում ենք մենք պետք, այդ մասին անգամ Լուկաշենկոն է միշտ խոսում, թե ուր պիտի գնակում եք դուք պետք ընդդիմությունն էլ այսպես ուրախ ցիտում է ասում է, Լուկաշենկոն ասում է, Եվրամիությունում մեզ չեն սպասում, բայց մենք տեսնում ենք, որ գալիս են երկու օրում ու աննախադեպ փաթեթի աջակցություն են առաջարկում, այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ հապկ անդամ որքան էլ որ հայտարարում է որ սառեցրել է, բայց ամեն դեպքում ֆորմալ առումով հապկանթամ է հանդիսանում ԱՊՀ երկիր ինչով է պայմանավորված Հայաստանի կարևորությունը եւ փաստորեն մեզ սպասում են նաեւ այլ տեղեր լոգիստիկայով ինձ թվում է ունես չի որ էմոցիոնալ ինչ-որ կապ կընթացը քաղաքականություն դες բան չկա էլի ասենք լոգիստիկայով է այս լոգիստիկան պետք է իրանց հիմա պետք է անեն որ ինչքան հնարավոր է շատ դիվիդենդներ ունենալ այդ լոգիստիկան իրանց ծախելով ինչքան կարաս Չես կարա պետք է մենք լավագույն գինը ստանանք դրա չես կարա ձեռդ խփես ասես в общем սաղիմն է դուք եք բան արեք սենց եմ ուզում ես չես կարող հոլը փուճուր երկիր ես բայց հնարավորին չափ պետքա շատ օգուտ քաղել այդ լոգիստիկան իրանց ծախելու հիմա շատ աթեքիչա ես չեմ հասկանում մեկ ասում է թրիփա մեկ ասում է միջանցքա Են նրանք ասում են Զանգեզուր կորիդոր, սրանք ասում են չէ թրիպա։ Ես չեմ հասկանում։ Իսկապես չգիտեմ։ Ասում են անխոչնդոտ չպետք է լիներ։ Պետք է խոչնդոտներ լիներ։ Ինչ խոր։ Մի Վրաստանն ասում է Վրաստանը գրում ենք անխոչնդոտ է։ Բայց խոչնդոտով է։ Չգիտեմ, չեմ հասկանում։ Պարոն Դանիելյան, դա պետք է ունենալ։ Հանուն արդարության ասեմ, որ թրիփում բազմաթիվ անգամներ նշվում է այն մասին, որ այդ ամեն ինչը լինելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սուվերենության, այսինքն դա միջանցք չի կարող անվանվել։ Ուրիշ հարց է, որ ընդդիմությունը այո, պնդում է, որ այդտեղ ընդդիմությունը պնդում է, որ 7000 հոգի է զոհվել, ընդդիմություն, այ ասեմ, ընդդիմություն չի է, ասում ես ու։ Ընդդիմություն լինի Սրտացավ կլինի երկրի համար։ Ոնց ես կարող ասես, որ 5000-ը զոհվե, 7000-ը զոհվե, բան դա նորմալ է, դա կայֆ է քեզ տալի, որ շատ ես երեխա սպանում, շատ ես սպանում։ Ընդդիմություն չի։ Դա ինչ որ տենց պրոստը դեսանտ իջացած ինչ-որ մի հատ բան է, որը որ պետք է չլներ։ Ես երբեք այս իշխանությունը չեմ ընտրել, միշտ ընտրել եմ այն փուջուր կուսակցությունները, որ ուզում են, որ իրանք լինեն պարլամենտում։ Ծեծ ուտեն մի քիչ, խնդիրներ ունենան, դժվար լինի, բան կամած դառնան քաղաքական գործիչ, բաղը միսո իրանց ընտրենք, փոխարի, փոխ, ես ընդհանրապես ու զաքս ենք ընկես սրա, չի կարելի, պետք է փոխվի այդ անտերը վերջապես թե չէ։ Ես չեմ կարող դիմանամ, ես մի կնիկ չեմ կարող դիմանամ 10 տարի, ու մնաց նույն պրեզիդենտին դիմանամ, չի լինում տենց, հասկանում ես։ Իսկ առաջիկա 5 տարիներին մենք ինչպիսի խորհրդարան ենք, թեև դուք դրա մասին արդեն բավական խոսեցիք, բայց դիսկուսներ լինելու է քաղաքականության շուրջ օրակարգ։ Արդեն չկա։ Սա որը իրարեցի թքելով, ես արդեն դե ինձ լավ է, ասենք, վյու եմ հավաքում։ Բայց երկին լավ չէ։ Բաբի ատնդիմություն չլներ, հելներ ասեր հերունու անտենայի մասին խոսեր, ասենք։ Ասեր այս սենց բան կա, չանում է, պիտի փողատկացնեք, պիտի բանես անկասեն չէ, չունենք, ասենք ոչ չունեք, գողանում եք, որ չունեք, ստեղից պիտի հանենք, ասենք, խնդիր է, չէ, այդ անտերը։ Ու միլիոնատ տենց խնդիր կա։ Իսկ Ռուսաստանը հանձնվելու է, պարոն Դանիելյան, թե ամեն դեպքում էս
Ռուսաստանը հանձնվելու է, ի վերջո ասելու է, հանգիստ եմ թողնում ձեզ, դուք ընտրեք ձեր իշխանությունը, ձեր ընդդիմությանը ինչ ուզում եք արեք։ Մի օր հոգնելու է։ Ինձ թվում է, հա, բոլոր կայսրություններն այդպես մի օր հանձնվում են, տենց ասենք Անգլիան է դուրս եկավ, Սինգապուրը ստեղծվեց, բան, միշտ է տենց է, հետո կարող է էլի վերադառնա, բան, տենց process է դա, ասենք, տենց ինձ մեկ ասում են, բա Դանելյան, բա վերջի ինչ պետք է։ Այո, բայց ասեմ վերջի 4000 տարին տենց է, վերջը ո՞րն է, տենց ապրում ենք, ինչ ես ասում։ Եվ 5 տարի հետո ինչպիսի Հայաստան եք պատկերացնում, այսինքն այս կուրսը, որ իշխանությունը առաջարկում է, խաղաղության գործընթացը, թրիփը, որի մասին մենք խոսեցինք, տարբեր կարծիքներ կա։ Այ ինչ ակնկալիքներ ունեք խաղաղության գործընթացը ի վերջո Ադրբեջանի հետ։ Խաղաղության գործընթացը կլինի ոչ թե թղթով, որ ասում են, թուղթ պետք է ամեն ստորագրել, միլիոնա թուղթ է եղել, որ ասենք հետո թուղթը օգտագործվել այլ նպատակներով։ Առևտուր եթե լինի, եթե մարդիկ գրպանի բան ունենան, շահ ունենան այդ ամեն ինչում, խաղաղություն կլինի։ Հիմա գնում է դրան։ Հիմա ասենք ոչ մեկին, եթե ասենք Ադրբեջանը ստեղ ունենա ինչ որ շահ, բան, ճիշտ է, շատ սարսափելի խաղաղություն է դա, որովհետև շատ անարդար խաղաղություն է դա։ Դա մեր արյան հաշվին խաղաղություն է։ Ու մտքի մեջ բոլոր հայերը երազում են, որ Ադրբեջանը կործանվի ամբողջ։ Պետությունը, ասենք, քանդվի իրանց, որովհետև իրանք մեր մասը պոկեցին տարան։ Ճիշտ է, մեր մեղքը կար, Ղարաբաղյան կլան, Ռուսաստան զահռում արեց, դա պարզ է, բայց փաստը մնում է փաստ, որ հարցը տես չի, հարցը լուծվելա ո՞րն է, ասում է ասված ոչ անի ինչո մեկը բանա հիվանդա, սպանում ես հիվանդին, ասում է դե վեր լուծեցի հարցը։ Դες չի է, էլ հիվանդ չի, համերած է, էլ հիվանդ չի։ Այմա մեր հարցը տենց լուծեցին, ու իհարկե մենք դա չենք ընդունելու երբեք։ Այնպես ինչպես չենք ընդունելու Թուրքիայի, ասենք, այդ ամեն ինչը, բայց կյանքը շարունակվում է, մենք չենք կարող դրա մեջը մնանք։ Մենք պետք է առևտուր անենք, պետք է սահմանները բացենք, պետք է ապրենք։ Ի վերջո բնակչություն տավելացրու ուժեղացի այդ հարցերը լուծի, ոչ թե կռվով պատերազմով, այլ դեմոգրաֆիայով լուծի այդ հարցերը, էկոնոմիկայով լուծի այդ հարցերը, Քաղաքակիրթ տարբերակներով լուծի այդ հարցերը։ Ես ամեն ինչ կռվով չի հոյ, որ դառնա։ Մենք էլ իրանց թայը չենք, մենք քոչո մողոլներ չենք, ասենք ամեն երազենք սա արյան մեջ սաղին խեղտենք, բան չէ։ Հետո հիմա ֆիդայական են ժամանակները չեն։ Հիմա այդ չեն էլ կռվում։ Չեն էլ կռվում, ով է, թուրք տեսնում են, չեն տեսնում։ Տուն նստած ջոյստիկներով, ասեմ, պլյուս 8 ակնոցով, տես մի հատ երեխա է 15 տարեկան աշխատում է։ Տենց է պետք հիմա։ Հիմա շուտով դիրքերին մարդ կայնաց, ռոբոտներ կկանգնեն շուտով։ Այս պատերազմները գնում ենք դրան։ Դրա համար պետքա հայուներով ուղարկենք դուրս սովորելու, հայուներով հրավիրենք ստեղ դասախոսություններ անելու, զարգացնենք այս գիտությունը զարգացնենք, ուրա գիտություն պետք է զարգանա թե չէ, գիտությունների ակադեմիա մտել եք, նա մտեք, ես 10 տարի առաջ եմ մտել գոհ եմ, տրակած խալիները դրած բանի սովետի են, կարմիր դարոշկեքը, լամինատի պատերը բան, ծոցյաները նստած ընդեղ ջեզվեն դրած պլիտեքի վրա, նու այդ 10 տարի առաջ կարող հիմա դզվել է, չգիտեմ, ու գիտնականներ են, տեն չի որանք վատ գիտնականներ են, չէ, շատ լավն են, այդ պայմաններում են աշխատում մարդիկ, հերոս են։ Պարոն Դանիելյան, վերջում ամփոփելով կուզենամ Սարի թատրոնի մասին պատմեք շատ կարճ, ինչ է իրանից ենթադրում, երբ է լինելու առաջիկա ներկայացումը եւ եթե ինչ-որ հարցի շրջանակում կուզեք խոսել, որ ես չեմ հարցրել, խնդրեմ։ Սարի թատրոնն է, ինչ որ տեսնում եք, հենց այս Սարի Փեշին թատրոնը, այն կողմն է, հիմա սարքում եմ, այս տարի քանդվեց, անցյալ տարի քանդվեց Զնից։ Չհաստրեցի սարքել այնպես, ինչպես որ պետք էր սարքել եւ քանդվեց։ Հիմա GoFundMe donation եմ դրել։ Հանդիսատեսը սիրափողը հավաքում է, որովհետև իր թատրոնն է, ոչ միայն իմն է, հա։ Ափսոս դեռ չի հերիքում ամբողջը, որ ես աշխատանքները այսպես թափով կարողանամ սկսեմ։ Բայց թատրոնը աշխատում է, ամսի 24-ին խաղում եմ։ Բացօթյա խաղում ուղղակի չի լինի այդ տաղավարը։ Բայց կլինի էլի նույն ֆուրշետը, նույն մեր սպոնսորները, որը որ մեզ կերակրում են, հա, նույն ներկայացումները, նույն համերգները, ամեն ինչ էլի նույնն է, ուղղակի այն տաղավարը ափսոս քանդվել է եւ
այն ներկայացնելը որ տաղավար են պահանջում, այլ ոչ թե բացօթյա, չեմ կարող խաղամ եւ միշտ արդից օգտվելով նախ շնորհակալություն եմ այլ նրան ով որ նրանց ովքեր որ արդեն ահագին գումարեն ուղարկե որ ես զարգեմ այդ գումարը բարդիստակ են դրե հիմա որովհետեւ միայն մատերիալի փողն է բայց ես պետքա նաեւ կանչեմ պրոֆեսիոնալ խումբ կոպիտացած թղթով պրոյեկտով այդ ամեն ինչը լինի, որովհետև ես հաշվետու եմ այդ GoFundMe-ին որ կա, ինքը այդ հաշվետվություն ներկայացնեմ, որ ինչ եմ արել, ինչ չեմ կարող Պողոսին բռնեմ, ասում արես վարկարա, այս եկես 10 մանետ։ Չէ, ամեն ինչը պետքա ձևակերպված լինի, իսկ որտեղը շունչը աչացնեմ վրես։ Մշակույթը, մշակութային գործիչները, գրողները, թատերական գործիչները, ամենատարբեր արտիստները անելիք, ասելիք ունեն պարոն Դանիելյան, նաև այս իրավիճակի հետ կապված, փոփոխությունների հետ կապված, որոնց մեր հասարակությունը երբեմն, այսպես ասեմ, դժվար ընկալելի է մեր հասարակության համար, օրինակ նույն Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսեցինք։ Այստեղ արվեստը, մշակույթը անելիք ունի, ինքը կարող է ավելի սահուն դարձնել այդ ամեն ինչը։ Իհարկե ունի։ Կան արվեստի գործեր, որ դրա մասներն են խոսում, կան ներկայացումներ, որ դրա մասներն են խոսում։ Ավելի սահուն դարձնելը որն է, դեռ մենք այն էմոցիոնալ դաշտենք, մենք դեռ չենք կարող սահենք այդ թեմայով։ Մենք ավելի շատ խոցելի ենք, մենք ավելի սուր ենք ընդունում այդ ամեն ինչը, քան ասենք առևտրականը։ Ու գնում է նասկին ստից առնումա, տանում անդե առնումա, դից պոնչիկ առնում, տանում անդե, բանա կաստրուլկա առնում։ Չէ։ Ինքը էմոցիա չունի, ես ունեմ, ես չեմ կարող իմը դնեմ, ասեմ, դե գիտեք ինչ, ես վաղը եւ որ մի հատ էլ ամուսնանայի ադրբեջանցի կնի կառնի, չի առնի։ Չի առնի։ Խոցված եմ։ Արժանապատվությունը սա խոցված։ Բերանից մի բաց